Top 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Եվրամիությունը հայտարարել է պատրաստ է աջակցել Հայաստանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս մասին Երևանում հայտարարել է Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիա հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները։ Նրա խոսքով Եվրամիությունը մեծ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի իրականացվող բարեփոխումներին։ Վերջինս նշել է, որ Եվրոպան պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ տնտեսական կապերի ընդլայնմանը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում։ Եվրամիության ներկայացուցիչը հավելել է, համագործակցության խորացումը կարող է ապագայում նպաստել նաև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին Հայաստանի քաղաքացիների համար։ Վերջին օրերին հանրային լայն քննարկումների թեմա է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակը։ Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկությունը ակտիվ արձագանք է ստացել գիտական, հասարակական եւ քաղաքական շրջանակներում։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն նա դա արել էր հարկադրաբար։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ Գզոյանը դիմումը գրել է իր ցուցումով։ Պարոն վարչապետ, այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է ձեր ցուցումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահային Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել պետական ծառայողներին պարգևավճարներ տրամադրելու վերաբերյալ։ Ըստ պաշտոնական տվյալների, այդ նպատակով հատկացվել է շուրջ 4.6 միլիարդ դրամ։ Կառավարությունում նշում են, այս միջոցները նախատեսված են պետական համակարգի արդյունավետ աշխատանքը խթանելու համար։ Սակայն որոշ ընդդիմադիր գործիչներ քննադատել են որոշումը, նշելով, որ այն կարող է դժգոհություն առաջացնել հասարակության մեջ։ Քննադատները հիշեցրել են, երկրում դեռևս առկա են սոցիալական եւ տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, կխստացնի սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների վերահսկողությունը։ 2026 թվականի առաջին 2 ամիսներին գրանցվել է ավելի քան 450 դեպք, երբ քաղաքացիները տեղափոխել են ընդհանուր առմամբ մոտ 69 միլիոն դոլարին համարժեք գումար։ Դրանցից շուրջ 59.5 միլիոն դոլարը ներմուծվել է Հայաստան, իսկ մոտ 9.5 միլիոնը արտահանվել երկրից։ Վերլուծությունները ցույց են տալիս, կանխիկ գումարների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից։ Պեկը հիշեցնում է, $10,000 գերազանցող կանխիկ գումարը պարտադիր ենթակա է հայտարարագրման։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է տեղեկություններին, ըստ որոնց Ադրբեջանը ընդլայնում է իր ռազմական դիրքերը Հայաստանի տարածքում։ Նրա խոսքով նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Փաշինյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությունը արդեն ներկայացրել է պաշտոնական պարզաբանումներ։ Նա ընդգծել է, սահմանների վերաբերյալ գոյություն ունեն իրավական նշանակություն ունեցող քարտեզներ։ Վարչապետը նաև կոչ է արել չտարածել չստուգված տեղեկություններ, որոնք կարող են լարվածություն ստեղծել հասարակության մեջ։ Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը հայտարարել է, Հայաստանում արդեն ակնհայտ է իր ձևակերպմամբ թուրքական բռնազավթման գործընթացը։ Նրա խոսքով իշխանությունների քաղաքականությունը հանգեցնում է ազգային պատմության եւ հատկապես Արցախի թեմայի դուրս մղմանը հանրային դիսկուրսից։ Այվազյանը պնդում է, իշխանությունները փորձում են սահմանափակել Արցախի պատմության մասին գրքերի տարածումը պետական մակարդակում։ Նա կոչ է արել քաղաքացիներին հակառակ քայլ անել, ավելի շատ գնել եւ նվիրել Արցախի մասին գրքեր։ Պատմաբանը համոզված է, հայ հասարակությունը նման փորձերին միշտ պատասխանել է պատմության նկատմամբ ավելի մեծ հետաքրքրությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի պաշտպանության եւ արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ռազմական կրթությանը, մասնագիտական վարժանքներին եւ ռազմական բժշկությանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խաղաղապահ առաքելություններին եւ հումանիտար ականազերծման ծրագրերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել է ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուներին։ Փաշինյանը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը եւ եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումները։ Կառավարության ղեկավարը նշել է, վիզաների ազատականացումը կարող է դառնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման կարևոր քայլ։ Բրուները հայտարարել է, Հայաստանը հաջողությամբ իրականացնում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Նա նաև ընդգծել է, Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Արշակ arczepiskopos Խաչատրյանը հավատացյալներին ուղղված իր ուղերձում կոչ է արել երբեք չկորցնել հույսը։ Նրա խոսքով, նույնիսկ ամենափոքր բարի գործը մեծ արժեք ունի Աստծո աչքում։ Սրբազանը նշել է, դժվար պահերին մարդը պետք է դիմի աղոթքի եւ հավատքի ուժին։ Նա կոչ է արել մարդկանց միմյանց նկատմամբ ցուցաբերել սեր եւ աջակցություն։ Արշակ Սրբազանը վստահություն է հայտնել, որ միասնական հավատքը կարող է ամրապնդել համայնքը։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, առաջիկայում Հայաստանը իր ներկայացուցիչը կունենա Եվրապոլում։ Նրա խոսքով ներքին գործերի նախարարությունը նախատեսում է այնտեղ նշանակել կապի սպա։ Այդ քայլը հնարավորություն կտա ավելի բարձր մակարդակի համագործակցություն ապահովել եվրոպական իրավապահ կառույցների հետ։ Նախարարն ընդգծել է, համագործակցությունը կկրի ինստիտուցիոնալ բնույթ եւ կօգնի ավելի արդյունավետ պայքարել միջազգային հանցավորության դեմ։